Երկվորյակների համար բարեխառն է մայիսը, ինչպես ֆինանսական, այնպես էլ անձնական իմաստով։ Առհասարակ ծանր մորակ Սատուրնի մուտքը խոյ կենդանակերպ, իհարկե դա բարենպաստ է հրեղեն կենդանակերպերի համար, այսինքն խոյերի, առյուծների, աղեղնավորների համար, նաև օդի նշանների համար, ինչպես երկվորյակների, այնպես քշերքների եւ ջրհոսների համար նույնպես բարենպաստ է։ Մայիսի սկիզբը իհարկե բարդ է երկվորյակների համար, որովհետև Մերկուրին եւ Արեգակը գտնվելու են նրանց 12-րդ տանը, որը ստվերային տունն է, գաղտնի թշնամիների տունն է, անցյալից եկող գաղտնիքների տունն է, եւ այստեղ իհարկե նաեւ ես մշտապես դրա մասին խոսում եմ, նաեւ իմ բոլոր ելույթներում եւ YouTube-յան տեսանյութերում, որ մեկ ամիս առաջ եւ մեկ ամիս հետո ծննդյան օրվանից հետո իհարկե մարդու բիոդաշտը դառնում է խոցելի եւ խնդրահարույց։